Քրիստոս չերևացող Աստծու պատկերը եկավ եւ բարի լուր բերեց։ Բարի լուր, որ այսօր մենք խոսում ենք, քո բոլոր մեղքերը կարող են ներվել, դու կարող ես ներում ստանալ, եթե հավատաս Քրիստոսին, հավատաս, որ նա խաչի վրա քո մեղքերը վերցրել է եւ պատժվել է քո փոխարեն, որպեսզի դու մեղքից հեռանալով արդարության համար ապրես, որ դառնաս նրա աշակերտը եւ մեղքերի ներում ընդունես, անեծքը, որ այդ պատիժն էր մեղքերի, նա իր վրա վերցրեց, որպեսզի դու իր արդարությամբ ապրես այս կյանքը, իսկ այս կյանքից հետո հավատարիմ մնալով մինչև վերջ արժանանաս հավիտենական կյանքի պարգևին։ Ահա բարի լուրը։ Ինչ եք կարծում, այս կարճ տեսանյութը կամ պատգամը լսողները բոլորը կհավատան այս բարի լուրին։ Հույս ունենք, աղոթենք, որ շատերը հավատան, բայց գրված է, որ սատանան կուրացնում է մարդկանց սրտերը, որ նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը, որպեսզի նրանք փրկություն չունենան։